Շնորհակալ եմ, պարոն Պապոյան, շատ կարևոր նախագիծ է եւ լավ է, որ մենք այս իրավիճակում մեր տնտեսության տարբեր ճյուղերին աջակցում ենք, բայց ես կարծում եմ, որ այս ողջ process-ը լավ առիթ է, որպեսզի մենք ոլորտների հետ կապված բովանդակային հարցերի նույնպես անդրադառնանք, որովհետեւ ես էլի ուզում եմ հետեւյալի վրա մեր ուշադրությունը հրավիրեմ, որ շատ երկար ժամանակ մենք մեր տնտեսությանը անընդհատ այդ ուղերձը տալիս ենք, որ տնտեսական կապերը պետքա դիվերսիֆիկացնել։ Եվ դիվերսիֆիկացիա իրականում տեղի չի ունեցել հիմնականում եւ հիմնական չնայած այն բանի, որ կառավարությունը լայն գործիքակազմ է տրամադրել։ Իսկ դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել հիմնականում մի պատճառով, որովհետեւ գնալ դիվերսիֆիկացիայի ճանապարհով նշանակում է գնալ արդյունավետությունը, արտադրողականությունը, ստանդարտները բարձրացնելու ճանապարհով։ Նույն ձկնաբուծական ոլորտի հետ կապված ես ասեմ, ես խնդրել էի Պեկին, ինձ հետաքրքիր էր օրինակ ոլորտը ինչքան հարկ է գեներացնում։ Եվ պարզեցի, որ տարեկան հարկերը ձկան արդյունաբերության 2.5-ից 3 միլիարդ դրամի շրջանակում են տարեկան։ Իսկ եթե հետահայաց նայենք, թե այս ընթացքում ինչ է տեղի ունեցել անգին մի ռեսուրսի արտեզյան ջրավազանի հետ եւ մի կշերքի նժարին դնենք նա, մյուս նժարին դնենք նա, մի սարսափելի պատկեր կստանանք, թե ինչպես ենք մենք մեզ հյուծում, ինչպես ենք մենք մեզ սպառում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի կամ 2 տարի առաջ մենք փակ ջրի օգտագործման փակ ցիկլի մասին որոշում կայացրինք, մեր հարգելի ձկնարտադրողները ցույցեր արեցին եւ այլն, կառավարությունը չտրվեց դրան եւ մենք շարունակ մնացինք այդ որոշմանը, ինչ տեղի ունեցավ հետո։ Մեր հարգելի ձկնարդյունաբերողները դիմեցին դատարան եւ մեր հարգելի դատարանը չեղարկեց այդ որոշումը։ Այսինքն այն որոշումը, որ կառավարությունը, կարծեմ օրենք էինք ընդունել եւ նաեւ որոշում էինք ընդունել, զրոյացրեցին այդ որոշումը, այսինքն ասցին, որ կարող է այդ արտեզյան ավազանը էլի շարունակենք հանել ու լցնել բանով դրենաժով ուղարկել Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Շատ լավ է, որ աջակցում ենք, բայց ես հարցեր ունեմ։ Ինչի է տարեկան հարկային եկամուտը 2.5-ից 3 միլիարդ դրամ։ Ինչի, ես հարցին պետքա պատասխան ստանանք։ Այս ինչ տնտեսության հսկայական ճյուղ է, որ երբեմն ամբողջ կառավարությունը, ամբողջ ազգային ժողովը, բոլորը, ամբողջ մամուլը, բոլորը քննարկում են, բայց իր հարկային արժեքը տարեկան 2.5 միլիարդ դրամ է։ Այս հարցերին մենք պետք է առերեսվենք, ընկերներ, կամ ստեղ ահավոր մեծ ստվեր կա, մենք այս ստվերի հետևից պետք է գնանք, կամ էլ մենք էլի ասում ենք, մենք այսօր ասում ենք, աշխարհի ծովերի, օվկիանոսների եւ գետերի ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկիր մենք ձուկ ենք արտահանում։ Էս ինչ է նշանակում, չէ, լավ է, գոհ եմ, բայց պետք է սրա քշիրը հասկանանք, մենք ինչքան ջուր ենք վատնում, ինչքան ձուկ ենք արտահանում։ Սա ես ասում եմ, ես որոշման ընդունման ոչ թե հեճուկ, ասում եմ շատ լավ է, բայց մենք պետք է այս թեմաների մասին խոսանք։ Երեք մենք խոսում ենք բանի մասին, մի ուրիշ առիթով խոսում ենք, տեսեք, դիվերսիֆիկացիայի մասին, նույն կոնյակ բրենդի եւ այլն այս պատմությունների մասին։ Եթե մենք ուզում ենք միջազգային շուկա դուրս գալ միջազգային ստանդարտի տրամաբանությամբ, ուրեմն այդ խմիչքը պետք է արտադրվի կաղնե տակառների մեջ։ Հայաստանի Հանրապետությունում մասամբ այդ խմիչքը արտադրվում է կաղնե տակառների մեջ, բայց հիմնականում արտադրվում է մետաղե տարաների մեջ, որի մեջ տեղադրված են կաղնե տախտակներ։ Եվ իմիջայլոց այդ տարաների մի զգալի մասը մեր լիզինգի ծրագրով է ձեռք բերված։ Այսինքն սրանք այս խնդիրներին մենք պետք է առերեսվենք։ Ես այս դահլիճում քանի անգամ եմ խոսել ստանդարտի մասին։ Տասնյակ անգամներ խոսել եմ ստանդարտի մասին։ Բայց մենք այնց չի, որ ստանդարտի մասին խոսում ենք, դե ասում ենք, գիտեք ինչ, գնացեք ստանդարտ, մենք ասում ենք ստանդարտը սահմանում ենք, ասում ենք
Ժողովուրդ ջան, եկեք իրար հետ մենք ձեր կողքը կանգնենք, դուք մեր կողքը կանգնենք։ Ստանդարտի մեջ գնենք։ Էլ չեմ ասում այդ արտադրանքի որակի հետ կապված խնդիրները։ Ինչքանով են իրանք որակական ստանդարտներին համապատասխանում։ Ընդ որում պետք չի ամբողջացնել, որովհետև կան արտադրողներ, որոնք այո, բայց կան արտադրողներ, որոնք ոչ։ Ես օրինակ իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում։ Շատ վաղուց։ Որտեվ ինձ համար ակնհայտ է, որտեղ խնդիր կա։ Որտեվ նախ պատահում է անբնական ինչ որ ձկան հետ առնչվում ես, դեռ մեջ ճարպերը սենց հոսում են վրայից, ինչ որ տարօրինակ եւ անտրամաբանական։ Ասենք սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնանք։ Եվ մենք Հայաստանի ներսում է սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք է անդրադառնանք, որովհետև այո, տենց հերթով անցնելով դե շրջակա միջավայրի նախարարությունում դե ասում ենք լավ ոչինչ, եկեք դե մի քիչ սենց գնանք, հաջորդ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում ասում ենք դե այդ խնդիրը պետք է մի ձև անենք, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արդյունաբերության ասում ենք դե դժվար վիճակները, տենց պատտվելով գնում ենք վերջում հասնում ենք առողջապահության նախարարություն։ Դե ասում ենք եկեք տենանք ո՞նց ենք այս ամեն ինչի հետևանքները վերացնում։ Հա շատ լավ հասկանում եմ։ Ժամանակ ա եղել, որ մենք բան ենք երել, Հայաստանի ժողովուրդը առավոտը կարտոֆիլ նախաճաշին, ճաշին կարտոֆիլ, ընթրիքին կարտոֆիլ կամ չգիտեմ, բայց մենք պետք է առաջ գնանք, պետք է հասկանանք, առերեսվենք այս խնդիրների հետ։ Ինչքան է պետք է աջակցել ձկնարդյունաբերությանը։ Այնքան աջակցենք։ Բայց պետք է համոզվենք, որ նույն կետում չենք մնում մենք։ Որովհետև այդ աջակցությունը կոնսերվացիա է, էվտանազիա է, թե այդ աջակցությունը առաջ գնալու ճանապարհ է, որ մենք համոզվենք, որ գնում ենք առաջ, ակետից շարժում ենք բկետը։ Այդ ամեն ինչը վերաբերվում է նաև էլի բազմիցս խոսել ենք գյուղատնտեսության ոլորտին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար